Ողջունում եմ բոլորին, սիրելի գյումրեցիներ և մյուս մեր համախոհ ընկերներ, կարծում եմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդանշական վարչապետին Վարուժան Ավետիսյանին մենք բոլորս կծափահարենք, ողջունենք, որովհետև ցավոք իրավական խնդիրների պատճառով այսօր Վարուժան Ավետիսյանը մեր կողքին չէ, բայց կխնդրեմ ծափահարենք Վարուժան Ավետիսյանին։ Ազատություն Վարուժան Ավետիսյանի և Սասնա Ծռերին։ Սասնա Ծռերի պայքարը, Սասնա Ծռերի հերոսական գործողությունը, կարծում եմ հայ ժողովուրդը դեռ շատ է հիշելու և ոչ միայն հիշելու է, այլ նաև իրոք արժանացնելու է այն գնահատականին, այն պատմական իրողությանը, որովհետև Սասնա Ծռերի հերոսական գործողության շնորհիվ էր, որ մենք կարողացանք 4 տարի հետաձգել մեր հայրենակիցների, մեր տղաների զոհվելը, իհարկե ցավոք սրտի ունենալով ապիկար իշխանություններ, միևնույն է մենք այս իրողության մեջ կանք հիմա և 20 թվականին էլ այդ իրողությունը ցավալիորեն մեզ բոլորիս նաև կոտրեց, բայց անցյալից պետք է մենք մեր ենթադրությունները, մեր գնահատականները տալով և դասեր առնելով շարժվենք առաջ, որովհետև մենք պարզապես իրավունք չունենք կանգ առնելու և մնալու ընդամենը 20 թվականի պատերազմի այդ ցավալի իրողության հիշողության մեջ։ Շարունակվում է հայ ազգի պատմությունը և մենք պետք է հիշենք, որ մենք զավակներ ունենք, մենք գալիք սերունդներ ունենք և եթե մենք իրոք ուզում ենք գալիք սերունդների ուսերին չթողնել այդ ծանր, այդ հայրենադավ, այդ հայրենազրկված իրողությունը, մենք այսօր պետք է արդեն իսկ գործենք։ Եվ ազգային ժողովրդավարական բևեռը հենց այն ազգային ազատագրական պայքար մղող, այժմ էլ ազգային ազատագրական պայքարը ազգային ժողով տեղափոխող ուժն է, այս պահին կուսակցությունը համար 8 քվյատ հերթիկի տակ ներկայացող և հասկանալով այն պատասխանատվությունը և գիտակցելով այն ծանր բեռի տակ մտնելը, միևնույն է մենք առաջամարտիկ ենք։ Եթե հայ ժողովրդի մեջ կա մի շատ կարևոր արժեհամակարգ, որ մենք միշտ մտածում ենք մեր երեխաների, թոռների բեռը թեթևացնենք, օրինակ ինչ-որ բաներ ունենանք, տուն ունենանք, բերք ունենանք, որպեսզի թեթևացնենք, ասում ենք մեր ժառանգություն թողնենք մեր ծոռներին, մեր թոռներին, որպեսզի նրանք էլ զրոյից չսկսեն, ապա հենց այս տրամաբանության մեջ մենք պատասխանատվությունը բոլորս պետք է վերցնենք մեր վրա և հասկանանք, որ մեր ժառանգներին այս ծանր բեռը պետք է չթողնենք, որպեսզի մենք հիմքեր դնենք, պետության ստեղծման հիմքեր դնենք, իրականում մեզ դրել են այդ իբրև թե մենք ունենք պետություն, բայց իրականում չունենք պետություն, պատրանքի մեջ են մեզ թողել և այդ պատրանքը մեզ տարիներ շարունակ ավելի հետ է գցել և մենք չենք կարողացել հիմքեր դնել իրական պետություն ունենալու համար և հիմա ժամանակն է եկել, վաղուց պետք է ժամանակը եկած լիներ, բայց մեր պայքարը անընդհատ հուշել է մի բան, ժամանակն է, բայց ցավոք սրտի մեր ժողովուրդը չի լսել պայքարի
ճակատամարտի մեջ գտնվող մարդկանց խորհուրդը եւ հիմա գոնե հիմա պետք է չափից դուրս պատասխանատու լինել այսօրվա եւ ապագա իրողություն ունենալու համար եւ ձայնը տալ նախ առաջինը գնալ քվեարկության եւ վերցնել այդ պատասխանատվությունը եւ վստահության քվեն տալ համառութին ազգային ժողովրդավարական բևեռին։ Չափազանց կարևոր օրեր ենք մենք ապրում, երբևէ հայը թույլ չէր տա իր մտքով անցկացնելու մի միտք, որ կգա մի ժամանակ եւ մենք Արցախը կորցրած կլինենք։ Իհարկե, մենք այն քաղաքական ուժն ենք, որ ասում ենք եւ ոչ միայն ասում ենք, այլև մենք պատրաստական ենք, այլև մենք տարիներ շարունակ նաեւ աշխատել ենք այդ ուղղությամբ, որպեսզի ներկայացնենք Հայաստանի եւ հայ ժողովրդի կարևոր դերակատարումը հենց այս տարածաշրջանում եւ հիմա էլ ասում ենք, որ մենք կարևոր ենք այս տարածաշրջանում եւ շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի նաեւ Արցախը եւ հայ ժողովրդի համար եւ ողջ մարդկության քաղաքակրթության համար։ Եվ մենք վերցնում ենք, մենք ստանձնում ենք այդ դերակատարումը եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց վստահության քվեն տալ ազգային ժողովրդավարական բևեռին, որպեսզի մենք կարողանանք առաջին հերթին ազգային ժողովում ետ բերել մեր պատիվը, ազգային ժողովում ցույց տալ մեր արժանապատվությունը, ազգային ժողովում խոսել, որ Արցախը Հայաստանի տարածքային ամբողջականության մաս է, խոսել նրա մասին, որ եւ մյուս քաղաքական ուժերի համար դառնալու նաեւ արժանապատիվ համարձակ հայի կերպարը, որովհետև մենք 21 թվականից հետո իրականում տեսել ենք ընդդիմություն, որը միայն հայտարարությունների, միայն իրար վրա ցեղ շպրտելու տրամաբանության եւ տրամադրության մեջ է աշխատել, բայց մենք գալիս ենք նորովի եւ արժանապատվությամբ ցույց տալու եւ համախմբելու նաեւ ոչ թե դա իբրև առանձնանալու դրոշակ լինի, այլ համախմբելու, որպեսզի յուրաքանչյուր մեկը, ով կլինի ազգային ժողովում, ինքը հասկանա, որ հայ ժողովրդի համար պատգամ է բերելու եւ հայ ժողովրդի համար տվյալ պատգամը պետք է պետականաստեղծ ազգայնամիտությանը նվիրված եւ միտված պատգամ լինի եւ ոչ թե միմյանց վրա ցեղ շպրտելու պատգամ։ Շատ կարեւոր է, որ մենք հասկանանք եւ այդ մշակույթը ձևավորենք նաեւ, որ մենք պատգամ ունենք տալու եւ դա շատ մեծ պատասխանատվություն է եւ ինքներս մեր ներսում անդրադարձ անելու ինչ պատգամ ենք բերում, ինչ օրինակ ենք ծառայում ներկա սերունդներին, ներկա երիտասարդությանը եւ գալիք սերունդներին, այնպես որ մենք համախմբվելու եւ նորովի վերակազմավորվելու եւ ի վերջո պետություն ստեղծելու պատգամը ունենք բերելու ազգային ժողովում, պատգամը ունենք բերելու ողջ հայությանը, հայ ժողովրդին, այստեղ Սփյուռքը առանձին չէ, շատ կարևոր դերակատարում ունի Սփյուռքը եւ նաեւ պատգամելու քաղաքական կարևոր կենտրոններին, որ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանը չի, հայ ժողովուրդը գալիս է, հայ ժողովուրդը համախումբ որպես ազգային համախումբ, իր իրավունքը ունեցող համախումբ գալիս է նորովի եւ մենք իրավունք ունենք եւ մենք պարտադրում ենք մեր իրավունքը
այս աշխարհում եւ ասում ենք մենք տեղ ունենք այս աշխարհում եւ մենք քաղաքակրթական կարևոր նշանակություն ունենք նաեւ այս աշխարհում, այնպես որ գալիս է ազգայինը, գալիս է ազգային ժողովրդավարական բևեռը, ձեր քվեն տվեք ազգայինին, ազգային ժողովրդավարական բևեռին, քվեաթերթիկ համար 8